Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորված էին դեռ 10 քանի օր, 15 օր։ Մենք նոյեմբերի 28-ին այս հաստատության դիմաց ամենայն մանրամասնությամբ ներկայացրեցինք գործի հանգամանքները։ Պատմեցինք, թե ինչպես են ԱԱԾ-ականները ներխուժել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ, այնուհետև անտիֆեյք էմի խմբագրություն և առգրավել ամբողջ տեխնիկան։ Ձեռքերը ոլորելով ձերբակալել Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին, այնուհետև իրենց իշխանության սրտի դատավորների կողմից երկամսյա կալանքներ տվել մեդիագործիչների համար։ Ներկայացրեցինք, թե ինչու է այդպես վարվել իշխանությունը, քանի որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը հանդգնել էին պատասխանել ազգային ժողովի նախագահի վիրավորանքներին իրենց պոդքասթի ընթացքում։ Եվ այդ արձագանքի ընթացքում Նարեկ Սամսոնյանն օգտագործել էր ընդամենը հետույք բառը։ Եթե Հայաստանում հետույք բառի համար մարդը պետք է կալանավորվի 2 ամսով և Եվրամիությունը որևէ արձագանք չունի դրան ասելու, գուցե դա իրենց քաղաքական դիրքորոշումն է։ Մենք համարենք, որ դա քաղաքական դիրքորոշում է։ Բայց քաղաքական դիրքորոշումները պետք է լինեն ստանդարտներով, ոչ թե երկակի ստանդարտներով։ Պարոն դեսպան, նոյեմբերի 28-ին մենք այստեղ ներկայացրեցինք ձեզ տեղի ունեցածը և ստացանք պատասխան նամակ, որտեղ դուք ասում էիք, որ դուք չեք խառնվում Հայաստանում նախաքննության ընթացքներին և դա համարում եք իշխանությունների անելիքը, իշխանությունների ներքին գործը։ Բայց չէ, որ մենք հիշում ենք, որ նույն ԵՄ-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարները նախկինում մասնակցում էին դատավարություններին։ Բանտախցերում այցելում էին քաղաքական կալանավորներին։ Ինչպես է ստացվում, որ այսօր Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նախաքննությունը և հետույք բառի համար երկամսյա կալանքը համարում եք իշխանությունների ներքին գործը։ Ուր են այս դեպքում ժողովրդավարական արժեքները։ Ուր է խոսքի ազատության պաշտպանությունը, որի համար դուք միլիոնավոր դոլարների ներդրումներ եք արել Հայաստանում։ Ուր է մարդու իրավունքները։ Պարոն դեսպան, տեղյակ եք դուք, որ իրավիճակը հունվարի 8-ին նոր շրջադարձ է ունեցել։ Դատարան մտնելուց հետո դատավոր Մանվել Շահվերդյանը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երկարացրել է 3 ամսով։ Կրկնում եմ, ընդամենը պոդքասթի ընթացքում հետույթ բառն արտասանելու համար։ Սա արդյոք նորմալ է ժողովրդավարական ուղիով ընթացող պետության համար, եթե դուք համարում եք, որ Հայաստանն ընթանում է ժողովրդավարական ուղով։ Արդյոք սա նորմալ է Եվրոպական միության համար, որը տարիներով բարձրաձայնել է Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարական արժեքների և խոսքի ազատության պաշտպանության հարցը։ Պարոն դեսպան, դուք տեղյակ եք, որ Նարեկ Սամսոնյանը այս ապօրինության դեմ պայքարելու համար դատարանի դահլիճում հայտարարել է անժամկետ հացադուլ։ Եթե տեղյակ չեք, մենք ձեզ տեղեկացնում ենք։ Նարեկ Սամսոնյանը հայտարարել է անժամկետ հացադուլ և պահանջը հստակ է, անհաբախ ազատ արձակել ապօրինի կալանքից։ Պարոն դեսպան, սա արդար պահանջ է, որովհետև եթե դուք համարում եք, որ Հայաստանն ընթանում է ժողովրդավարական ուղով, ապա բանտում չպետք է լինի կալանք բառի համար նստած որևէ քաղաքացի։ Առավել ևս չպետք է լինի մեդիագործիչ, ով այդ բառն արտասանել է ի պատասխան մեկ այլ իշխանական գործչի վիրավորանքների, որը ավելի կոշտ ձևով էր վիրավորել այդ անձին։ Չպետք է դա լինի Հայաստանի Հանրապետությունում։ Չպետք է մարդուն հետույք բառը արտասանելու համար 5 ամսով կալանավորել և հացադուլ հայտարարելուց համար տեղափոխել պատժախոտ։ Դուք տեղյակ եք, որ Նարեկ Սամսոնյանը գտնվում է պատժախցում։ Եթե տեղյակ չեք, ես ձեզ տեղեկացնում եմ, պարոն դեսպան։ Մենք ակնկալում ենք հրատապ արձագանք Նարեկ Սամսոնյանի հայտարարած հացադուլի պահանջին տուրք տալու համար։ Ակնկալում ենք, որ դուք դիմելու եք Հայաստանի իշխանություններին, որպեսզի վերջիններս դադարեցնեն քաղաքական հետապնդումը Նարեկ Սամսոնյանի դեմ, անհապաղ ազատ արձակելով իրեն ապօրինի կալանքից։ Ակնկալում ենք, որ նույն գործընթացը պետք է իրականացնեք Վազգեն Սաղաթելյանի առնչությամբ, որովհետև Վազգեն Սաղաթելյանը պատասխանել է համարժեք բառերով իրեն ուղղված վիրավորանքներին։ Ակնկալում ենք, որ պետք է կանգնեք Հայաստանում խոսքի ազատության և ժողովրդավարական արժեքների կողքին։ Ոչ թե լռության մատնեք դրանց դեմ
բռնաբարությունն ու ոտնձգությունները։ Ակնկալում ենք, որ պետք է խախտեք ձեր լռությունը։ Պարոն դեսպան, մենք այստեղ ենք, որ դուք չասեք, որ այս ամենի մասին տեղեկացված չեք եղել։ Մենք ստացել ենք ձեր նախորդ նամակը, որտեղ նշել էիք, որ գործը նախաքննության ընթացքում է։ Հիմա տեղեկացնում ենք ձեզ, գործն արդեն նախաքննության փուլում չէ։ Գործն արդեն դատարանում է, իդեպ վերաքննիչ դատարանն արձանագրել էր դատական սխալ Նարեկ Սամսոնյանի կալանավորման հարցում։ Մենք ակնկալում ենք անհապաղ արձագանք, անհապաղ միջամտություն եւ անհապաղ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի ազատություն։ Ազատություն, ազատություն, ազատություն։ Ազատություն։ Մենք մեր պահանջներով նամակը հիմա կհանձնենք ձեզ, պարոն դեսպան, ակնկալելով հնարավորինս արագ արձագանք, որովհետև այսօր Նարեկ Սամսոնյանի հացադուլի 5-րդ օրն է եւ անժամկետ հացադուլի պայմաններում մարդը չի կարող հավերժ ապրել առանց իր առողջությանը եւ կյանքին վտանգ հասցնելու։ Մենք ակնկալում ենք, որ դուք հաշվի կառնեք հացադուլի հանգամանքը եւ չեք ստանձնի ձեր խղճի եւ ձեր հայտարարած արժեքների դեմ չեք գնա եւ չեք վերցնի նաեւ ձեր խղճի վրա Նարեկ Սամսոնյանի կյանքի եւ առողջության անդառնալի հետևանքները։ Հիմա մենք կմոտենանք եւ կհանձնենք նամակը, որից հետո արդեն կպատասխանենք լրագրողների հարցերին։